Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 24։ Որովհետև ներսիցը մարդկանց սրտերից են դուրս գալիս չար խորհուրդներ, շնություններ, բռնկություններ, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նենգություն, պիղծ ցանկություն, չար աչք, հայհոյություն, ամբարտավանություն, անձգամություն։ Այս ամեն չար բաները ներսիցն են դուրս գալիս և մարդին պղծում։ Մարկոս 7:21-23 խոսքեր։ Հպարտությունը մեզ բնորոշ մեղք է։ Մենք պետք է զգոն և զինված լինենք դրա դեմ։ Բոլոր սրբերը կազմում են մեկ մարմին Քրիստոսի մեջ, ով այս մարմնի գլուխն է և նրանց միասնության ընդհանուր կենտրոնը։ Հոգևոր մարմնում ոմանք կոչված են և նախասահմանված են մեկ աշխատանքի համար, իսկ մյուսները մեկ այլ։ Մենք պետք է անենք ամեն ինչ, ինչ կարող ենք միմյանց և ընդհանուր բարիքի համար։ Եթե մենք մտածենք մեր ունեցած կարողությունների և այն մասին, թե որքան անկարող ենք դրանք պատշաճ կերպով զարգացնել, դա մեզ կտանի դեպի խոնարհություն։ Բայց ինչպես որ պետք է չհպարտանանք մեր տաղանդներով, այնպես էլ պետք է զգույշ լինենք, որպեսզի խոնարհության և ինքնուրացման հողի տակ չդառնանք ծույլ, մեզ նվիրելով ուրիշների բարօրությանը։ Մենք չպետք է ասենք «ես ոչինչ եմ, հետևաբար անգործ կնստեմ և ոչինչ էլ չեմ անի», այլ ընդհակառակը՝ «ես ինքս ոչինչ եմ, հետևաբար կանեմ այն ամենը, ինչ կարող եմ Քրիստոսի շնորհի զորությամբ»։ Անկախ մեր պարգևներից կամ հանգամանքներից, եկեք ձգտենք աշխատել խոնարհաբար, ջանասիրաբար, ուրախությամբ և պարզությամբ, փնտրելով ոչ թե մեր սեփական փառքը կամ շահը, այլ շատերի բարօրությունը այս աշխարհի և գալիք աշխարհի համար։ Հետևաբար, մենք պետք է ունենանք սթափ կարծիք մեր մասին։ Հպարտությունը մեղք է, որը արմատավորված է մեզանից յուրաքանչյուրի մեջ, և հետևաբար, մեզանից յուրաքանչյուրը պետք է զգույշ լինի և զինված լինի դրա դեմ։